Get ready with me. Այսօր ուզում եմ խոսանք գրքերից, քանի որ դրանք իմ մոտ այնպիսի թեմա են, որ կարելի ասել գոյություն չունի, բայց ամեն դեպքում այս վերջերս ես շատ եմ սկսել գիրք կարդալ, ինչի համար ուրախ եմ ու ուզում եմ պատմել ձեզ այդ ամենի մասին։ Մատների վրա կարելի է հաշվել իմ կարդացած գրքերը, քանի որ ես ընտրում եմ այնպիսի գրքեր, որոնք ինձ հետաքրքիր կլինեն ու ես արագ կավարտեմ ու կիսատ չեմ թողնի, որովհետև ես նաև չեմ սիրում գիրքը կիսատ թողնել ու առհասարակ կիսատ թողնել ինչ-որ մի բան։ Ընտրում եմ այնպիսի գրքեր, որոնք արագ կարդացվող են և ինձ համար հետաքրքիր, նույնը ֆիլմերն է այդպես, բայց դե ֆիլմերը գտնելը ավելի հեշտ է, քան գիրք ձեռք բերելը, գրքի համար պետք է փող տաս, էլի ոնց որ։ Իսկ ես օնլայն գիրք կարդալ չեմ կարողանում ու չեմ սիրում, ատում եմ ես օնլայն գիրք կարդալը ու չեմ հասկանում այն բոլոր մարդկանց, ովքեր կարող են գիրքը օնլայն կարդալ։ Գիրքը պետք է ձեռքիդ մեջ շոշափես, հոտը զգաս։ Բայց նաև ինձ գիրք կարդալու համար պետք է տրամադրվել, ինչը կարող լինի, ինչու չէ, օրեր, ամիսներ և կարող տևի ընդամենը 1 րոպե տրամադրվելու։ Մի խոսքով, այն բոլոր գրքերը, որոնք դետեկտիվ ժանրի են, ես մեծ հաճույքով ու ընդամենը, եթե ոչ մի քանի ժամում, ուրեմն 1 օրում հաստատ կավարտեմ, որովհետև այդ գրքերը ինձ համար ինչքան որ հետաքրքիր են, այնքան էլ մտածելու ու ես անընդհատ ուզում եմ կարդամ, որպեսզի հասկանամ ես ճիշտ եմ մտածում, թե ոչ։ Ես կարդացել եմ Ագաթա Քրիստի գրքերից Ռուբեն Եսայանի բոլոր 3 գրքերը, որոնք դուրս են եկել, ճիշտ է այլ գրքեր եմ կարդացել, բայց դրանք դետեկտիվ ժանրի չեն եղել, բայց լավն են եղել, որոնք որ կարդացել եմ, հիշեցի։ Դրանք եղել են արկածային, ֆանտաստիկ ժանրի, որոնցից մեկը Գուլիվերի ճանապարհորդությունները շատ շուտ եմ կարդացել, ինքը այսինքն հոստ գիրք է, հաճույքով կարդացել եմ այդ գիրքը։ Ուրեմն Ագաթա Քրիստի գրքերից իմ ամենասիրելին և ոչ ոք չմնաց, կարդացել եմ մինչև վերջ ու բերանս սենց է մնացել։ Ուղիղ մի քանի ժամ, որովհետև չէի հասկանում, թե ոնց կարա տենց լինի, չգիտեմ ժողովուրդ, չգիտեմ, գիրք կարդալը լավ բան է։ Դե իսկ սա իմ վերջնական տեսքը, գնացի։